Բարձր կատարողականի արդյունքների հիման վրա խրախուսել դպրոցներին, իսկ ցածրի հիման վրա աջակցել, երկու դեպքում էլ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելով։ Արդյունավետ աշխատող հաստատություններին մինչև 10 միլիոն դրամ գրանցած արդյունքները զարգացնելու նորարարական գաղափարներն իրագործելու համար, իսկ թերացողներին դպրոցի տարեկան բյուջեի 5%-ի չափով կամ մինչև 5 միլիոն դրամ առաջընթաց ապահովելու համար։ Կրթության փորձագետները վերջերս ընդունված այս որոշման մեջ թե դրական կողմեր են տեսնում ու թե հնարավոր վտանգների մասին բարձրաձայնում։ Արամ Փախչյանյանը կարևորում է, որ զարգացման համար ռեսուրսներ են տրամադրվում ու որ դա արվում է ժողովրդավարության սկզբունքով, հնարավորություն տալով դպրոցին ինքնուրույն կառավարել այդ ֆինանսները։ Մինչ այսօր այդ ռեսուրսները կենտրոնացած էին նախարարության ձեռքում։ Նախարարությունն էր պարտադրում դպրոցներին որոշակի զարգացման գործընթացներ, ֆինանսավորելով այդ գործընթացների իրականացումը իր կողմից։ Ասենք ուսուցիչների վերապատրաստումը։ Լավագույն 20 դպրոցներն ընտրվելու են մրցույթով, հայտ ներկայացրած հաստատություններից։ Ամենացածր արդյունք ունեցող 40 հաստատությունները կորոշվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Հաշվի առնելով, որ լավագույն դպրոցներն այնքան էլ շատ չեն ու նույն դպրոցը մրցույթին երկրորդ անգամ կարող է դիմել 3 տարի հետո, Փախչյանյանը կարծում է, կարճ ժամանակում բոլոր լավագույնները կստանան դրամական խրախուսումը։ Կարևոր է համարում իհարկե, որ մրցույթում հաղթեն իրականում արժանի ծրագրերը ու գտնվի դա բացահայտելու արդյունավետ մեխանիզմը, բայց նրան առավել մտահոգողը ցածր կատարողական ունեցող դպրոցների նկատմամբ մոտեցումն է։ Ինքս ինքան մտածողությունը, որ քեզ անընդհատ համեմատում է մնացածների հետ, եւ եթե դու ավելի վատ եղար քեզ պատժում են, բերում են նրան, որ դու ամեն դեպքում ձգտում ես, որ մնացածները քեզ այնց ավելի վատ լինեն, ոչ թե ավելի լավը։ Նշանակում է դու համագործակցելու ցանկություն երբեք չես ունենա։ Թեպետ թերացող դպրոցների համար էլ դրամական միջոցներ են հատկացվում բարելավման ծրագիր իրագործելու նպատակով, միաժամանակ նախատեսվում է, որ եթե 2 տարի այդ ծրագիրը կյանքի կոչվի ցածր արդյունավետությամբ, դպրոցի ղեկավարը կարող է ազատվել պաշտոնից։ Կրթության փորձագետը վստահ է 2 տարին էական արդյունքի հասնելու համար շատ կարճ է, ու այս հեռանկարն ըստ նրա կարող է ավելի սրել դպրոցներում տնօրենների պակասի խնդիրը։ Պատժելով դու երբեք չես հասնում արդյունքի մարդկանց հետ։ Դու պետք է ձգտես լավ արդյունքի, էլի, արդյունքի կհասնես, հա, մի քիչ կլավանա, բայց հենց պատժի վտանգը նվազեց, միանգամից նորից կվատանա։ Բանտ ենք սարքում, այս բանտում միշտ լավ չի լինում։ Եթե մենք ուզում ենք լավ տեղ ունենալ, այդ լավ տեղում պետք է լինի ոգևորություն, ոչ թե պատժի վախ։ Իսկ ոգևորություն այլ մեխանիզմներով ենք ստեղծում։ Ես հասկանում եմ, որ դա պետական քաղաքականության անլուծելի խնդիրներից մեկն է, որ դու չես կարող անվերջ հանդուրժել։ Եթե 2 տարի որևէ զգալի դրական փոփոխություն չկա, ուրեմն մի բան պետք է անել, բայց մյուս կողմից հարցն այն է, թե որն է դրական փոփոխությունը, ինչպես ես դու դա տեսնում, ինչ մեխանիզմներով ես դա բացահայտում, ով է դա անում։ Փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է համարում այն, որ ըստ կատարողականի դպրոցների խրախուսումը ավելի լավ աշխատելու ձգտում կառաջացնի, լավագույնների մեջ հայտնվելու եւ վատագույնների մեջ չհայտնվելու համար, բայց մյուս կողմից էլ կարծում է ընտրված մոտեցումը հանգեցնելու է դպրոցների բևեռացման խորացմանը։ Առանց այդ էլ հիմա մեր դպրոցները շատ բևեռացված են, դուք տեսնում եք, երբ որ առաջին դասարանցիների ընդունելություն է լինում, որոշ դպրոցներ 9-5 ավարտվում է ընդունելությունը եւ հարյուրավոր մարդիկ դժգոհ են մնում, որոշ դպրոցներ այդպես էլ չեն համալրվում։ Խաչատրյանը հիշում է նմանատիպ մի բան դպրոցների ռեյտինգավորում փորձել են անել նաեւ 15 տարի առաջ։ Հրապարակվում էին Հայաստանի լավագույն դպրոցները, ինչին չափանիշների հիման վրա, բայց դա կարճ ժամանակ անց վերացվեց, որովհետև շատերը կարծիք էին հայտնում, որ դա սուբյեկտիվ է, ճիշտ չի արտացոլում եւ այլն։ Ման նույն ռիսկերը այստեղ էլ կան, որ եթե ինչ-որ մի դպրոց շատ ուսուցիչներ ունի ատեստավորված կամ օլիմպիական արդյունքներով, դա դեռևս լավ հանրակրթության համար բավարար չէ։ Փորձագետի կարծիքով, եթե անգամ չհրապարակվեն վերջին տեղերում հայտնված դպրոցները, դա երկար թաքցնել հնարավոր չի լինի։ Ի վերջո, թույլ դպրոցները կարող են դատարկվել ու նրանց օգնելու փորձերն էլ արդեն անիմաստ դառնան։ Ես ավելի կողմնակից եմ, որ մենք կրթական համակարգը չղեկավարենք հաղթողներ, պարտվողներ, լուզերներ այդ տրամաբանությամբ, որտեղ սա այդպիսի բան է ստեղծում։ Եվ պատկերացրեք, եթե համայնքի մարդիկ իմանում են, որ ասենք իրենց դպրոցը վերջից 5-րդ տեղում է Հայաստանում, ընդհանրապես կարող է այդ դպրոցը նաև աշակերտներից էլ զրկվի։
Սերոբ Խաչատրյանը համակարգային փոփոխությունների կողմնակից է, մանկավարժական կրթության որակի, վերապատրաստումների արդյունավետության բարձրացում։ Այս ուղղությամբ, եթե ինչ-որ բաներ արվում են, դպրոցները հաղթողների եւ լուզերների բաժանելն ըստ նրա աղճատելու է կրթական համակարգի հոգեբանությունը եւ ազդելու է մնացած ռեֆորմների վրա։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։